Եկեք պայմանավորվենք, որ ընդհանրապես ինքնագիտակցությունը դա գիտակցության բաղադրիչ մասերից մեկն է։ Եվ նա անպայման ձևավորվում է, եթե մենք խոսենք անձնային որակով, անպայման ձևավորվում է ուրիշների միջոցով, այսինքն ուրիշների միջոցով մարդը ինքը իրեն կարողանում է գնահատել։ Եթե մենք խոսում ենք ազգայինի մասին, ինչ որ առումով բարդանում է, որովհետև ազգայինը կազմվում է անձերի, անդամների ընդհանրությունից։ Իհարկե, ազգային ինքնագիտակցությունը ձևավորվում է ազգի պատմության ընթացքում, ազգի զարգացման ընթացքում եւ կան ընդհանուր գծեր, որոնք բնորոշ են մարդուն ընդհանրապես, անկախ նրա ազգային պատկանելությունից, բայց կան հատկություններ, որոնք բնորոշ են հենց այդ ազգին, որը ունի յուրովի զարգացման ճանապարհ։ Ինչ էին պատկերացնում ազգային ինքնագիտակցությունը կամ այն հատկանիշները, որոնք առանձնացնում են ժողովուրդը ազգը մեկ այլ նմանատիպ միավորից, դա երևի տարածքն է, լեզուն, պատկերացումների եւ ընկալումների ամբողջ համակարգը, կրոնը եւ հավանաբար նաեւ ազգային նպատակները։ Ինչ է ազգային ինքնագիտակցությունը։ Հավանական է, եթե մենք այս անձի գաղափարից, անձի մոդելից տեղափոխվենք ազգային մոդելին, կարող ենք հասկանալ հետևյալը, որ ազգային ինքնագիտակցությունը զարգանում է ուրիշ ազգերի հետ շփման, ուրիշ ազգերի կողմից ազգի նկատմամբ վերաբերմունքի, հայացքների, այս ազգի համապատասխան դերի ու տեղի հարցի շնորհիվ եւ այդ ազգային ինքնագիտակցությունը բավականին կարևոր հատկություն է, որպեսզի ազգը կարողանա լինել միացյալ, ունենա ընդհանուր նպատակներ, որը ապահովում է անշուշտ նրա կեցությունը։ Միաժամանակ նաև խիստ կայուն համակարգ է, չնայած որոշակի փոփոխությունների, այն իր մեջ ներառում է խիստ մնայուն արժեքներ։ Այս առումով վերջին շրջանում առավել ու առավել հաճախ են հնչում այնպիսի կարծիքներ, որ մեր ժողովրդին նրա ազգային բնավորությանը, նրա ինքնագիտակցությանը հատուկ են եսապաշտությունը, կոլեկտիվիզմի ավելի թույլ արտահայտված լինելը, շուտ է նաև սեփական շահի սովորականից ավելի բարձր գիտակցումը։ Եվ այստեղից փորձում են այսօր մեր կյանքում տեղ գտած որոշ թերություններ եւ բացասական կողմեր բացատրել հենց այդ մեր ազգի համար ոչ այնքան շահեկան հատկանիշներով։ Իհարկե հնարավոր չէ ժխտել, որ մեր ազգին էլ ինչպես յուրաքանչյուր ժողովրդի կամ ազգի հատուկ են բնավորության ինչպես դրական, այնպես էլ բացասական գծեր, սակայն ես կցանկանայի հեռուստադիտողի ուշադրությունը բևեռել այն հանգամանքի վրա, որ մեր պատմական անցած ուղին փորձ է ցույց են տալիս, որ եթե իրոք մեր ժողովրդի համար դոմինանտը, առավել կարևորը սեփական անձի, եսի, շահի գիտակցումներ, այդ դեպքում ինչպես բացատրել մեր ժողովրդի պատմության այնպիսի դրվագներ, երբ նրանք մոռանալով սեփական եւ շահը եւ անձը առաջին պլան են մղել ազգի շահը, ազգի խնդիրները եւ չեն խնայել ոչ միայն սեփական ունեցվածքը, այլ նաեւ սեփական կյանքը։ Չէ՞ որ եւ զեյթունցուն եւ սասունցու համար շատ ավելի հեշտ էր, եթե մեր ազգին հատուկ են հենց բնավորության իմ նշած գծերը, հրաժարվել լեզվից, կրոնից, պապերի կամ ազգային այդ գաղափարներից, ընդունել տվյալ երկրի դոմինանտ ազգի լեզուն, կրոնը եւ միանգամից ապահովագրվել եւ կոտորածներից եւ բռնազավթումներից եւ թալանից
իր համար ապահովել համատաբար անամպ կյանք։ Այնինչ մենք տեսնում ենք, որ հենց նույն զեյթոնցիները բազմիցս ապստամբել են, ինչ է դա, եթե ոչ ազգային ինքնագիտակցության լավագույն դրսևորում, նույնս ասում է։ Ազգային ինքնագիտակցության վրա ազդում են շատ տարբեր գործոններ, որոնցից մեկը օրինակ ազգի քանակն է։ Փոքր ազգերին ընդհանրապես բնորոշ է կոմպենսացիայի գաղափարը, կոմպենսացիայի մեխանիզմը։ Քանակի փոքրությունը կոմպենսացվում է ինչ-որ ուրիշ բաներով։ Օրինակ, ասենք, ազգը կարող է ինքնահավան լինել։ Այդ ինքնահավանությունը նրա համար է, որովհետեւ այսպես ասած մնացած ավելի քանակով մեծ ազգերի մեջ, այսպես ասած հավասար տեղ գրավել։ Կարող է ինքնագիտակցությունը բերի նրան, որ ազգի զարգացումը ավելի հզոր լինի, եթե քանակով չի կարողանում հավասարվել ուրիշ ազգերի հետ, որակով հավասարվել, օրինակ ինտելեկտուալ պոտենցիալով։ Այդ առումով կարելի է նկատել, որ օրինակ հայերիս մոտ բավականին բարձր է ինտելեկտուալ հատկությունները։ Հարյուրամյակների ընթացքում լինելով շրջապատված հզոր տերություններով եւ բարբերաբար պայքար մղելով դրանց դեմ, մենք պահպանել ենք մեր ինքնությունը ոչ պետական կառույցների կամ ընդհանուր միավորների հաշվին, այլ յուրաքանչյուրիս ինքնության հաշվին։ Եվ այդ յուրաքանչյուրիս ինքնությունը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության նաև արմատներից մեկը։ Այսօր մեր ժողովուրդը, փոքր ժողովուրդներից մեկը, յուրովի շատ ինքնուրույն ժողովուրդ է, անհատապես ինքնուրույն, անհատներից կազմված հանրույթ է։ Երևի սա է պատճառը, որ մեր ինքնագիտակցության մեջ հետաքրքիր այսպես տարր է մտել։ Մենք բոլորս ընդհանուր ենք դժբախտության ժամանակ եւ շատ անհատական, երբ խոսքը վերաբերում է լավին եւ նորին։ Պատմական փաստերը կարելի է շարադրել մեկը մյուսի հետևից, Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատի ճակատամարտ, Արցախյան շարժում, ինչեւ Արցախյան շարժումը նաեւ համալիրի այրումը եւ այլն։ Դժբախտությունները ժողովրդի բոլոր տարրերը, բոլոր ներկայացուցիչները միավորվում էին ընդհանուր դժվարության դեմ։ Իսկ երբ այսպես հետաքրքիր երևույթ կա նորի նորամուծության սկզբի հետ կապված գործողությունների ժամանակ ամեն մեկս դառնում ենք հակառակի դիմացինին դիմադիրը։ Ինքներս փորձում ենք մեր ձևով լուծել այդ խնդիրը եւ թերևս սա էլ մեր ինքնագիտակցության եւ ազգային ինքնության դրսևորումներից մեկն է։ Այդ հետաքրքիր է, այս մասին խոսում էինք, իսկապես գուցե դա է պատճառը, որ Հայաստանից դուրս գտնվող անհատ հայը կարող է այդ միջավայրում իսկապես ավելի բարձր լինել, քան իր միջավայրում, որովհետեւ այն էթնիկ կազմավորումները, ժողովուրդները, որոնք ավելի շատ զարգացման արդյունքում միջակին են սովոր, ընդհանուրին են ավելի ճիշտ ասենք ընդհանուրին են սովոր եւ վերլուծական այսպես մտածողությունը, գործունեությունը նրանց համար առաջնային չէ, այս միջավայրում անհատ հայը կարող է իսկույն դրսևորվել։ Ի տարբերություն շատ ժողովուրդների, որոնք անհատական, վերլուծական միտքը ըստ էության այսօր մերժում են։ Այ վերցրեք, եթե իհարկե ուզում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգները անհատական մոտեցումը, վերլուծական միտքը, ինչքան ես եմ հասկանում, այս հասարակության մեջ չի ընդունվում։ Կա ընդհանուր մտածողության չափանիշ, մակարդակ, եւ սա է խնդիրը։ Կա մեկ ընդհանուր պետական, էթնիկական կամ պետական մտածողություն, որի արդյունքն էլ այս ինչ-որ ձևով մեր արհեստական ժողովրդի ստեղծումը։ Ազգային ինքնագիտակցության դրսևորման վառ արտահայտությունը նաև մեր սփյուռքի գոյություն։ Հենց սփյուռքը ևս պահպանվում է առաջին հերթին ազգային ինքնագիտակցության հենքի վրա, որովհետև
առաջադիմական մշակութային այնպիսի զարգացած երկրներում Սփյուռքը կարող է գոյատևել միայն ազգային հենքի վրա։ Մենք չենք կարող այդ երկրների պարտադրել ոչ մեր մշակութային արժեքները, ոչ լեզվական, չկա այնտեղ նաև հակազդեցության խնդրեմ, սակայն փառք Աստծո, Սփյուռքը կա, գոյություն ունի։